Բարև ձեզ Վեստիեի հարգելի հետևորդներ, դեռևս չի մեկնարկել նախընտրական քարոզարշավը, սակայն քաղաքական ուժերն արդեն առաջադրված են, ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը եւ սպասում են մայիսի 8-ին քարոզարշավի մեկնարկին։ Մինչ այդ ինչ հարցեր են առաջարկում պատասխանել քաղաքացիները իրենց սիրելի քաղաքական ուժերին եւ ինչպես են կատարելու իրենց ընտրությունը։ Այսօր նախընտրական ծրագրի վերաբերյալ Վեստիեի հարցեր է ուղղելու ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հրավերությունելու համար։ Պարոն Պետրոսյան, նախընտրական ծրագրի կարևորագույն 3 քայլերը որոնք եք համարում։ Մեր նպատակը կուսակցության հայկական պետության ձևավորումն է։ Հայկական պետություն, որը կլինի հայկական առաջին հերթին բովանդակությամբ եւ ոչ թե ձևով։ Առաջին քայլը հայկական պետության տանող ճանապարհի։ Պետք է լինի այս փոխհամաձայնեցված խմբիշխանության ճեղքումը եւ հաղթահարումը, այսինքն քաղաքական այս համակարգի, որը իր էությամբ երբևիցե չի եղել հայկական իր բովանդակությամբ, ողջ 30 տարիների ընթացքում եղել է ոչ հայկական, իսկ այսօր դրսևորում է ակնհայտ հակահայկական գծեր կամ դիմագծեր։ Առաջին քայլը այս քաղաքական համակարգի ճեղքումն է, որից հետո նոր սկիզբը կդրվի նորի ձևավորման եւ արդեն երրորդ քայլը կլինի արդեն հայկական պետության կազմավորումը որպես այդպեսին։ Սա ուղղակի տեսլականի շրջանակներում։ Իսկ գործնականում ինչպես պետք է ճեղքել։ Տեսեք, գործնականում շատ ավելի ամեն ինչ պարզ է եւ հստակ։ Այսօր մենք գործ ունենք, ինչպես արդեն նշեցի, փոխհամաձայնեցված խմբիշխանության հետ։ Եվ այսօր կա կոնսենսուս, որ պահպանվի այս քաղաքական համակարգը, թե իշխանության եւ թե ընդդիմության կողմից։ Շատ կարեւոր է իրական ընդդիմության ձևավորումը եւ ես հաճախ ասում եմ, եթե չլինի ընդդիմափոխություն, երբեք չի լինելու իշխանափոխություն, որովհետեւ այս ընդդիմությունը պարլամենտական կամ տիտղոսակիր ընդդիմություն եւ իշխանությունը գտնվում են նույն քաղաքական համակարգում, նույն օրակարգի մեջ եւ որպես այդպիսին կրում են նույն քաղաքական որակները։ Հետևաբար ընդդիմություն լինել չի նշանակում միայն Նիկոլ Փաշինյանին հայհոյել։ Ընդդիմություն լինել եւ դառնալ նշանակում է ունենալ ամբողջությամբ այլ օրակարգ, հասարակության խորքային վերակառուցման տեսլական, պետության արդիականացման տեսլական, քաղաքական ինքնության ճգնաժամի հաղթահարման տեսլական, հետո նոր արդեն հայկական պետության ձևավորմանը տանող տեսլական։ Եվ երբեք չի կարելի համարել մարդուն ընդդիմություն, եթե իր խոսույթը միայն ուղղված է օրինակ իշխանությանը վարկաբեկմանը, պայմանական եմ ասում։ Այո, մենք բոլորս գիտենք, որ իշխանությունը այսօր ազգային անվտանգության առաջնային եւ հիմնական սպառնալիքն է։ Դրանում կարծես թե որևիցե մեկը այլ կարծիք չունի, ով մի քիչ սթափ է նայում գործընթացներին։ Բայց մեզ ընդդիմություն չի դարձնում միայն իշխանությանը հայհոյելը։ Դուք պետք է ունենաք հստակ քայլերի հերթականություն, որը առաջարկում եք հասարակությանը, որը կարող է տանել փոփոխությանը։ Հետևաբար առաջին կարևոր քայլը այս ճանապարհին դա ընդդիմափոխությունն է։ Ընդդիմություն, որը կլինի այս պարլամենտական ընդդիմության եւ իշխանության կապանքներից զերծ, թե գաղափարական, թե բարոյական, թե ֆինանսական տեսանկյունից, եւ կունենա ամբողջությամբ այլ օրակարգ, որը միտված է հանունի եւ ոչ թե միայն ընդդեմի։ Բոլոր քաղաքական ուժերը ասում են, որ մեզ պետք է իրական ընդդիմություն։ Այսինքն 19 քաղաքական ուժ է առաջադրվել, 18-ը ասում են, եկեք ընտրեք մեզ, որովհետև մենք իրական ընդդիմություն ենք։ Ինչով է տարբերվում ձեր իրական ընդդիմությունը։ Հեք ես մանրամասը չեմ կարող նրանց համար պատասխան տալ, թե իրենք ինչ են հասկանում ընդդիմություն ասելով, բայց ես կարող եմ պատասխանել մեր փոխարեն։ Այն օրակարգը, որը մենք ենք առաջարկում, եւ մշտապես սպասարկել ենք, որևէ այլ դերակատար երբևիցե չի սպասարկել։ Եվ կրկին եմ ասում, իշխանությանը ասելով թուրքը, դավաճանը եւ այլն նման եզրույթներ օգտագործելը ձեզ չի սարկում անդիմադիր։ Անդիմադիր լինել նշանակում է ունենալ ամբողջությամբ այլ օրակարգ եւ կարողանալ սպասարկել այդ օրակարգը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում փաստացի կա ընդամենը մեկ օրակարգ, որը թելադրվում է իշխանության կողմից, եւ բոլոր այդ տիտղոսակիր ընդդիմության ներկայացուցիչները փաստացի գործում եւ սպասարկում են այդ օրակարգը, խաղում են այդ օրակարգի մեջ։ Դուք չեք կարող լինել ընդդիմություն, բայց գործել իշխանության օրակարգում։ Սա ամենակարևորն է։ Անվտանգային ինչ լուծումներ եք առաջարկում մեր քաղաքացիներին։ Տեսեք, ցանկացած անվտանգային խնդրի լուծում առաջին հերթին
սկսվում է հասարակության ներսից։ Բոլոր այն խոսույթները կեղծ են, որոնք անվտանգային խնդիրների լուծումը տեսնում են առաջին հերթին արտաքին դերակատարների միջոցով։ Համոզված եմ, շատ լսած կլինեք, որ բոլորը խոսում են, որ գիտեք, մենք գանք իշխանության, անպայման ճիշտ համագործակցություն կսահմանենք կամ կունենանք Արևմուտքի հետ, մեկը Ռուսաստանի հետ, մեկը Իրանի հետ, մեկը Չինաստանի հետ եւ այլն։ Այսինքն բոլորը նայում են խնդիրների լուծմանը դրսից դեպի ներս։ Այսինքն լուծումը անվտանգային առաջին հերթին դրսում է։ Այնինչ մեր խորը համոզմամբ ճիշտ հակառակն է։ Խնդիրների լուծումը բացառապես գտնվում է մեր ներսում, որովհետև թե արտաքին քաղաքականությունը, թե անվտանգային խնդիրները, բոլորը կամ անվտանգային խնդիրների հաղթահարման կարողությունը, բոլորը բացարձակապես բխում են մեր ներսից։ Մեր առաջնային խնդիրը հասարակության եւ քաղաքական համակարգի քաղաքական տեսանկյունից առողջացումն է։ Մենք առաջին քայլը պետք է սկսենք մեր տնից, առաջին քայլը։ Դրա համար այստեղ առաջին հերթին պետք է կարողանալ մենք տանից ինչպես անենք, որ մեր վրա չկրակեն։ Բացի զենքը վերցնել, գնալ սահման պատասխան գրակոցով արձագանք։ Առաջին քայլը դրա համար ասացի, առաջին քայլը անել ընդդիմափոխություն, որովհետև քանի դեռ կա այս ընդդիմությունը, որպես իշխանության այլընտրանք, հասարակությունը միշտ ավելի շատ աջակցելու է իշխանությանը։ Իշխանությունը ունի այնքանով լեգիտիմություն, որքանով ունի հակալեգիտիմություն կամ ցածր լեգիտիմություն պարլամենտական ընդդիմությունը կամ տիտղոսակիր ընդդիմությունը։ Առաջին քայլը ընդդիմափոխություն։ Սա միակ տարբերակն է։ Փոխեցինք ընդդիմությանը, հասարակությանը ինչպես փոխենք, որ իրեն անվտանգ Հասարակությանը պետք չի փոխել։ Հասարակությանը պետք է տրամադրել առողջ օրակարգեր եւ պետք չէ հասարակությանը մանիպուլացնել։ Այսօր բոլոր այդ թված իմ ուժերը իշխանությունը եւ տիտղոսակիր ընդդիմությունը համատարած մանիպուլացնում են հանրային գիտակցությունը, համատարած խեղաթյուրելով իրականությունը, խեղաթյուրելով իրենց կարողությունը եւ խեղաթյուրելով ամեն բան միայն թե իրենց համար բարենպաստ պայմաններ ստեղծեն կամ իրենց համար 2 կամ 3 ձայն ավել ստանան։ Ուշադրություն դարձրեք մեր ամբողջ լրատվական դաշտին։ Տեսեք ինչ բևեռացում է տեղի ունենում։ Ամեն մեկը ներկայացնում է իր տեսանկյունից իրականությունը, որը իսկության հետ որևիցե աղերս չունի։ Առաջին հերթին, եթե ուզում եք գնալ խորքային փոփոխությունների, պետք է հասարակությանը զերծ պահեք մանիպուլյացիոն այդ գործիքներից եւ մանիպուլյացիա իրականացնող դերակատարներից։ Սա ամենակարևորն է։ Ընդդիմափոխությունը առաջին հերթին հենց ուղղված է սրան։ Այսօր ես չեմ ուզում ասել, որ մենք լավն ենք, մնացածը վատն են կամ հակառակը։ Մենք տարբեր ենք, բայց արտաքին քաղաքականությունը ինչպես կարող է անվտանգության հետ չկապել։ Անվտանգության հետ ունի անմիջական կապ, բայց արտաքին քաղաքականությունը բխում է ներքինից եւ ոչ հակառակը։ Ներքինի ճիշտ ածանցյալն է արտաքին քաղաքականությունը։ Եթե դուք ներսում չունեք կարողություն, չունեք տեսլական, շատերը չգիտեն, որ Հայաստանի Հանրապետությունը 3 տասնամյակից ավելի գոյության ընթացքում չի ունեցել արտաքին քաղաքականության ռազմավարություն երբեք։ Ինչ արտաքին քաղաքականության մասին խոսք կարող է ընդհանրապես գնալ։ Ռազմավարություն 3 տասնյակից ավել ցայսօր Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել եւ չունի։ Այսինքն մենք հրապարակված ինչ է։ Դա ռազմավարություն չի։ Չկայքում գրված է, որ ռազմավարություն է։ Ասում դա որևիցե առումով ռազմավարության հետ աղերս չունի։ Եվ եթե այդ փաստաթուղթը դեր նշվել է, եթե չեմ սխալվում 1 տարի առաջ արել, այդ ռազմավարության հենքում այլ փաստաթուղթ տնկած չի, որից ածանցում եւ որից բխում է։ Իմ խոսքը նրա մասին է, որ մենք որպես պետություն եւ որպես հասարակություն երբևիցե չենք ունեցել տեսլական։ Մենք ով ենք ընդհանրապես, ուր ենք գնում եւ պետությունը մեզ համար ինչ խնդիր պետք է լուծի։ Մենք մինչև այսօր պետությունը դիտարկել ենք բացառապես որպես մակրոտնտեսական կարգավորման գործիք, որը պետք է տնտեսական եւ սոցիալական խնդիրներ կարգավորի։ Պետությունները երբեք չեն գոյատևում, եթե իրենք չեն ունենում նպատակ։ Մենք երբեք չենք ունեցել այդ նպատակը։ Երբեք։ Անկամ ունենալով Արցախյան հիմնախնդիր, Արցախի մեր նպատակն է, Արցախը պետք է մերը լինի, նաև ցեղասպանության հարցի հետ կապված Արարատն էր մեր արևմտյան Հայաստանը։ Սա հաջորդ մանիպուլատիվ։ Հիմա էլ ասում են, այդ օրակարգը կեղծ է։ Սա հաջորդ մանիպուլատիվ քայլն է եղել։ Մշտապես այդ խոսույթը եղել է, որ Արցախը մերն է եւ այլն եւ այլն, բայց երբեք իրական քաղաքականությունը չի սպասարկել Արցախյան օրակարգը։ Երբեք ոչ մի պարագայում, կրկնում եմ, երբեք ոչ մի պարագայում։
Հասարակությունը Արցախը բացի էմոցիոնալ ընկալելուց այլ հարթությունում երբևէ ընկալել է, թե չէ, դա պետք է անեն իշխանությունները։ Հասարակությունը երբևէ կամ հասարակությանը երբևէ մատուցվել է Արցախի իրական աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակությունը։ Երբեք։ Հայաստանի Հանրապետությունից իշխանություններն ասում են այո։ Երբեք, խնդրեմ օրինակներ ցույց տվեք, երբեք բացի էմոցիոնալից երբեք Արցախի մասին խոսք չի գնացել։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության բնակչության քանի տոկոսն է 30 տարիներից ավել այդ ժամանակահատվածում այցելել Արցախ եւ տեսել Արցախը։ Սա բնականաբար ոչ։ Անգամ դրան տվյալներ կան, եթե չեմ սխալվում, անգամ չեմ հիշում, որ պետական, թե ոչ պետական մոտապես 5-ից 7%-ի մասներ խոսը գնում կամ 10-ել չի հասնում։ Այսինքն հասարակությունը անգամ չի իմացել այդ արժեքը, չի տեսել, չի զգացել, չի շոշափել։ Իսկ դա եւս հասարակության կամքին թողնելու չի, դա պետական քաղաքականություն պետք է լինի, որ հասարակությունը պարբերաբար տեսնի ինչի համար է ինքը պայքարել, ինչի համար է արյուն թափել։ Ինչով է դա բացի էմոցիոնալ, նաև իր համար ռազմավարական արժեք եւ ռազմավարական խորություն ունենք, այս ընկալումները չունենք։ Երրորդը, արդյոք Արցախը շենացվել է, թե ոչ։ Կա պարզ պատմական ճշմարտություն։ Հողը պատկանում է նրան, ով ապրում է այդ հողի վրա։ Ստեփանակերտից բացի եւ Շուշիում որոշ շինարարությունից բացի Արցախը շենացվել է, թե ոչ։ Թե ասեմ հակառակը։ 120,000 բնակիչ ունենք 12,500 քառակուսու վրա։ Տեսեք, 120,000 բնակիչ մեր Մալաթիա թաղամասն է։ 120,000 բնակիչ։ Մալաթիա թաղամասի բնակչության մասն է խոսքը եւ նաեւ մյուս ազատագրած 7 շրջանները մնացածը։ Արդյոք մարդիկ այնտեղ ապրել են այնքան, որքան պետք է ապրեին հողը պահելու համար։ Եվ սա չի վերաբերում միայն Արցախին։ Հայաստանի Հանրապետությանը նայեք։ Երևանից դուրս է գալիս, հայտնվում եք միանգամից 15-16-րդ դարում։ 30-40 կիլոմետր դուրս է գալիս, հայտնվում եք 15-16-րդ դարում։ Հողը երբեք չեն պահում դրոշ այրելով կամ պաթոսախեղդ խոսքերով։ Հողը պահում են հստակ նպատակաուղղված քաղաքականությամբ։ Եվ չորրորդը, այդ երրորդին գումարած չորրորդը, ամենամեծ մանիպուլյացիան, որ իրականացրել են բոլոր իշխանությունները, առաջին նախագահից սկսած։ Կեղծ խոսույթը, որը նաև կարելի է համարել քաղաքակրթական հանցագործություն գիտական տեսանկյունից, այն է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հասարակությանը ներկայացվել է բացառապես տեխնիկական եւ իրավական հարթության մեջ, այսինքն Արցախի հիմնախնդիրը իրավական եւ միջազգային իրավունքի այո, միջազգային եւ իրավական խնդիր է։ Սա ամենամեծ հանցագործությունն է, որը իրականացվել է նաեւ ի թիվս այլ հանցագործությունների հայ ժողովրդի նկատմամբ, ասելով, որ մեր ճակատագիրը մեզանից այլևս կախված չէ, վերին ատյանները կորոշեն ինչպիսին կլինի Արցախի ճակատագիրը։ Դա ի սկզբանե մերն էլ չի եղել, հիմա շատ պարզ են դրա մասին ասում։ Արցախի բանակցությունների հարցում նախկին նախագահները ներկա իշխանություններին մեղադրում են, ասում են մենք բանակցությունների կողմ էինք, իսկ հիմա սեղանին ձեզ են բանակցում։ Համաձայն եք, որ իրենք կողմ են եղել։ Բանակցություններին։ Այո, իհարկե, բանակցություններին բոլորն էլ կողմ են եղել։ Բայց ով չգիտի, որ բանակցություններով երբեք խնդիր չի լուծվել պատմության ընթացքում, քանի օրինակ ցույց կտակ նման խնդրահարույց հարցի շուրջ աշխարհաքաղաքական, որ բանակցություններով հարց է լուծվել։ Նույնիսկ ցեղասպանություն են ճանաչել։ Սա ամբողջությամբ այլ խնդիր։ Նախ բանակցություններով չեն ճանաչել։ Դա եւս եղել է ուժային քաղաքականության արդյունք։ Որևիցե մեկի իրավունքները բանակցության արդյունքում պատմության ընթացքում երբեք չի ճանաչել, երբեք։ Հիմա եթե Գերմանիան հաղթածներ ֆաշիստական, հոլոկոստը ճանաչելու էին, թե ոչ, բնականաբար ոչ։ Կա շահերի համընկնում, երբեք իրավական հարթությունում ոչ մի աշխարհաքաղաքական հարց չի լուծվել, երբեք չի կարող լուծվել։ Մյուս կարևոր պատմական կլինի ու մեր տարածքները ետ կվերադառնան։ Բնականաբար կեղծ օրակարգ է, բնականաբար։ Ինչի մասին է խոսքը։ Սա մյուս այս նույն քաղաքականության շարունակությունն է, չի լինելու եւ մեր մյուս իմ ասած այս խոսքի տրամաբանական շարունակությանը դուք եկաք, որ ասեմ հասարակությանը պետք է դադարել մանիպուլացնել եւ մաքրել այդ կեղծ միֆերը, որով հասարակությունը ապրում է պատրանքների մեջ։ Եվ հենց դուք իքներդ եկաք այդ հարցին։ Այս 30 տարի այդ պատրանքներով եկան, բայց իրականում ձգձգվեց հարցը, որովհետեւ մեկ անգամ չէր փորձել լուծել Արցախի հարցը։ Ուղղակի հարցը ձգձգվում էր։
փոխանցվում էր եւ վերջում բնականաբար բերվեց այն իշխանությունը, որի ձեռքով պետք է իրականացներ այդ ամեն ինչը։ Բայց դա դնենք մի կողմ, կոնսպիրատիվ տեսություն համարենք, դնենք մի կողմ։ Ինչ վերաբերում է սահմանազատմանը, սա հակապատմական, հակագիտական, չգիտեմ, իրատեսական, սա մի հատ ֆանտաստիկ պատրանք եւ իլյուզիա է, որը տրամադրվում է հասարակությանը։ Չի կարող սահմանազատում տեղի ունենալ։ Ուղղակի չի կարող լինել մի հատված, որտեղից օրինակ ադրբեջանցիները պայմանական ասած իրենց համար ռազմավարական բարենպաստ դիրքը կզիջեն հայկական կողմին, որովհետև այդպես է պահանջում սահմանազատումը պայմանական ասած։ Կամ կանեն սահմանազատում, նույնիսկ իր բնակիչներին տանից հանեց, կադաստրի վկայականները վերցրեց, պատը կառուցեց, ասաց։ Այո, կամ կլինի կրկին սահմանազատում, բայց սահմանազատման եւ սահմանագծման այդ գիծը կիրականացվի այնպես, որտեղ որ կհաշվառվեն բացառապես ադրբեջանական ռազմավարական շահերը։ Սա հոռետեսություն չի, սա փաստ է։ Ինչու՞ Նիկոլ Փաշինյանն ասում է կա Ալմատայի հռչակագիր եւ այդտեղ ամեն ինչ հստակ է, թեև քարտեզներ չկան։ Գիտեք, ես չեմ ուզում մտնել Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ, որովհետեւ այն ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը 90%-ից ավելը չունի ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ տրամաբանական հենք։ Հետևաբար այդ օրակարգի մեջ մտնել չի կարող, որտեղ Ալմա-Աթայով ընդհանրապես քարտեզ ինչպես դուք ասի, քարտեզ չկա Ալմատայի տակ։ Երկրորդն էլ եթե Ալմատայի տակ քարտեզ կա, պայմանական ասված, ապա օրինակ Դոնբասը Ալմատայի հռչակագրով ում է պատկանում։ Ղրիմը ում է պատկանում։ Եվ եկա գալիս ենք էլի նրան, որ այսօր իրավունքը կամ միջազգային իրավունքը նվազագույն հարց չի լուծում եւ երբեք ընդհանրապես չի լուծել։ Լուծում է բացառապես ուժային քաղաքականությունը եւ շահերի համադրումը։ Եվ հասարակ եւ այսօր Հայաստանի միակ անելիք այս պարագայում իրականացնել զսպման քաղաքականություն, զսպման։ Դրա բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները ունի Հայաստանի Հանրապետությունը, թե ուժային տեսանկյունից, թե դիվանագիտական հաշվի առնելով Հայաստանի եւ ընդհանրապես հայկական ողջ ներուժը։ Եթե իշխանությունն ասում է, որ խաղաղություն է, այդ օրակարգով գնում է ընտրության որպես ձեր մրցակից, որ երկրների հետ մենք ունենք այդ բարի դերացիական հարաբերություններ, ում հետ խաղաղություն, այդտեղ զսպման մեխանիզմներ պետք չեն, օրինակ Վրաստանի հետ հարաբերություններում կամ Իրանի հետ հարաբերություններում մեզ զսպման մեխանիզմներ պետք չեն, անհրաժեշտություն պարզապես չկա։ Ադրբեջանի հետ ինչու է դա առաջանում, հատկապես այն դեպքում, երբ հասել ենք խաղաղության եւ բնակչությանն ասում ենք ամեն ինչ խաղա, Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է, մենք էլ իրենց, ինչպես ազգային ժողովի նախագահն ասում։ Դեք մինչև բարեդրացիական հարաբերություններին անդրադառնալը, առաջին հերթին պետք է դուք ունենաք բարեդրացիական հարաբերություններ առաջին հերթին ինքներդ ձեզ հետ։ Մենք որպես հասարակություն, որպես ժողովուրդ, որպես ազգ, ինքներս մեր հետ հաշտ չենք այսօր։ Մենք չունենք չի խանգարում Վրաստանի հետ հարաբերությունները։ Հիմա կասեմ դրան եմ գալիս։ Մենք որպես այդպեսին այսօր չունենք փոխհամաձայնեցման գաղափարներ, կոնսենսուսային գաղափարներ մենք չունենք։ Այն բաները, որը մենք երբեք չենք էլ մտածել, որ կարելի է վիճարկել կամ սակարկել, այսօր մերժվում է մեր ինքնությունը, պատմական հիշողությունը, մեր խորհրդանիշերի ամբողջ համակարգը։ Այսինքն գլոբալ իմաստով ոչ թե մեզ մոտ քաղաքական հակասությունների մասն է խոսքը, այլ ինքնության ճգնաժամ, որտեղ որ մենք մեզ հետ հաշտ չենք։ Եթե դուք որպես հասարակություն եւ որպես ազգ ինքներդ ձեր հետ հաշտ չեք, դուք չեք կարող հաշտության եզր գտնել այլ պետությունների հետ, որտեղ դուք չեք կարող պատկերացնել որն է ձեր շահը, հետո նոր հասկանալ, թե ձեր եւ այլոց շահերը որտեղ են հատվում։ Երկրորդը, եւ Վրաստանը, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը զսպման քաղաքականության առաջնային եւ կարեւորագույն կոմպոնենտներ են։ Դա չի նշանակում, որ մենք իրենցից ենք պաշտպանվում, բայց Հայաստանի Հանրապետության համար զսպման քաղաքականություն իրականացնելու համար նրանք առանցքային դերակատարներ են, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Բայց մինչև այս զսպման քաղաքականության անդրադառնալը, մենք պետք է կարողանանք ասել, ինչ շահեր ունենք մենք միջնաժամկետ, երկարաժամկետ, ինչ խնդիր ենք մենք այսօր լուծում։ Եվ կրկին գամ էլի մանիպուլատիվ օրակարգերից։ Մենք պետք է կարողանանք դուրս գալ եւ հաղթահարել այս խորքային ստի եւ կեղծիքի օրակարգերը, որ մենք գնում ենք զարգացման, կա քաղաքականություն։ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, այսպես կարող եմ ավելի հերթականությամբ թվարկել։ Բոլոր այս պետությունները
գտնվում են գոյատևման օրակարգի մեջ եւ սպասարկում են բացառապես գոյատևման օրակարգ։ Այսօր ամենաթեժ կետը կամ ամենաթեժ կետերից մեկը, չասեմ ամենաթեժ կետը, աշխարհում Հարավային Կովկասն է կամ հայկական լեռնաշխարհն է, ինչպես ուզում եք ասեք։ Այս իրավիճակում, երբ գերտերություններն են գտնվում գոյատևման օրակարգի մեջ, չի կարող մեր նման երկրի ղեկավարը ասել, որ մենք թևակողել ենք զարգացման փուլ եւ մենք գտնվում ենք զարգացման օրակարգի մեջ։ Ոչ միայն այդպես է, այլև մենք խաղաղություն ենք հաստատել։ Եվ բնականաբար, եւ նաեւ մենք գնում ենք խաղաղության։ Ցանկացած բան, եթե դուք պատկերացնում եք առաջին հերթին արտաքին աշխարհում, դա կլինի խաղաղություն, հա, մեր շուրջը, կամ կլինի զսպան քաղաքականություն մեր շուրջը, կամ չգիտեմ, համահունչ քաղաքականություն, առաջին դա պետք է լինի ձեր ներսում։ Մենք մեր ներսում խաղաղ չենք, կրկին եմ ասում, մենք մեր հետ հաս չենք, մենք պատմության հետ հաս չենք, ոչ, մենք մեր ինքնության հետ այսօր հաս չենք, չեմ ասում ես, դու կամ մնացածը կամ հասարակության ստվար հատված, մենք դրա հետ հաս չենք, եւ երկրորդը, խաղաղությունը ռազմական գործողությունների բացակայությունը ընդհանրապես չի, խաղաղությունը ամբողջությամբ դրա մասին չի, խաղաղությունը առաջին հերթին նաև ներդաշնակ ապրելու հնարավորությունն է, որտեղ ձեր ազգային ինքնությանը վտանգ չի սպառնում, գոյաբանական վտանգ չի սպառնում, որևիցե մեկը չի փորձում խեղաթյուրել ձեր անցյալը, ձեր ապագան եւ որևիցե մեկը չի պարտադրում իրեն սպասարկել իր սեփական ազգային շահը։ Եվ հիմա մի փոքր քաղաքական ռեալիզմի տեսանկյունից ասեմ, ուրեմն պատերազմները երբեք նպատակ չունեն հակառակորդ ժողովրդին ուղղակի կոտորել կամ միայն ռազմավարական դիրքեր գրավել, ինչպես շատերը պատկերացնում են։ Պատերազմի առաջնային նպատակը թշնամի ժողովրդի կամ հակառակորդ ժողովրդին սեփական կամքին հնազանդեցնելն է։ Հիմա մենք որպես ժողովուրդ հնազանդեցված ենք ադրբեջանական կամ թուրքական կամքին, բացառապես, որի մասին նաև իշխանությունն է խոսում։ Եվ այս պարագայում մենք երբևէ այսքան անկախ չենք եղել։ Հիմա դա եմ ասում, եւ այս պարագայում ուղղակի պատճառն է կորում, ինչի մեր դեմ պետք է ռազմական գործողություններ լինի, որտեղ ռազմական գործողությունների իմաստը եւ նպատակը իրենց կամքին հնազանդեցնելն է։ Մենք այսօր հնազանդ ենք, քան երբևէ։ Մենք այսօր հնազանդ ենք, քան պատմության մեջ շատ օրինակ կապիտուլացված ժողովուրդներ։ Ես չեմ ասում մենք կապիտուլացված ենք, բայց ավելի հնազանդեցված ենք, քան շատ այլ ժողովուրդներ։ Կարող եմ այսպես Ավստրիայից սկսած Գերմանիայով վերջացած այսպես օրինակները թվարկել։ Իսկ երբ խոսում ենք ինքնիշխանության մասին կամ անկախության մասին, սա էլ պետք է հասկանանք ինչ ենք հասկանում անկախություն ասելով։ Ինքնիշխանությունը որևիցե կերպ չի դրսևորվում Ռուսաստանի Դաշնությանը հայհոյելով։ Ինչքան բարձր հայհոյեցինք, այդքան ինքնիշխան ենք։ Չի դրսևորվում օրինակ մյուս թևի կողմից արևմուտքին հայհոյելով կամ սորոսականներին խաչին գամելով, դա ինքնիշխանության հետ ընդհանրապես կապ չունի եւ աղերս չունի։ Ինքնիշխանությունը բացառապես չափվում է մեկ ձևով։ Որքանով եք կարողանում սպասարկել եւ որքանով եք ունակ սպասարկել ձեր ազգային եւ պետական նպատակներն ու շահերը։ Սա ընդհանրապես այդպես է չափվում։ Եվ եթե ինչ որ մի կերպ կարողանում եք սպասարկել, կամ հանրությանը ներկայացնում եք, որ դուք սպասարկում եք այդ շահերը, գալիս է երկրորդ հարցը անմիջապես։ Որքանով է այն նպատակները, որոնք որ դուք հասարակությանը ներկայացնում եք որպես ազգային նպատակներ, իրականում ձեր նպատակները եւ ոչ թե թշնամու կողմից պարտադրված օրակարգեր։ Այսօր հասարակությունը, իշխանությունը, ներողություն, Ադրբեջանի կողմից պարտադրված օրակարգերը ներկայացնում են որպես իր սեփական նպատակներ եւ հպարտորեն ասում, որ ես կարողանում եմ այս նպատակները իրագործել, որը նախկինում 30 տարի ոչ մեկ չի կարողացել իրագործել։ Այսինքն, երբ ինքնիշխանության մասին խոսում են, այս տեսանկյունից անպայման այդ հարցադրումները իրականացեք եւ կտեսնեք, որ մենք ինքնիշխանության հետ ընդհանրապես կապ չունենք, որովհետեւ մենք ոչ միայն չունենք սեփական նպատակներ, այլ մենք չունենք նաեւ աշխարհընկալում ընդհանրապես։ Մեր ժամանակների մեծագույն խնդիրը, մեր ժամանակների քաղաքական ճգնաժամի մեծագույն խնդիրը աշխարհընկալման բացակայությունն է։ Մենք չենք պատկերացնում որտեղ ենք ապրում։ Մենք չենք ճանաչում մեր միջավայրը, մեր տարածաշրջանը, աշխարհը, քաղաքական դերակատարներին։ Չենք ճանաչում քաղաքական գործընթացների հիմքում ընկած կանոնները։
Ինչ կանոնների հիման վրա է ընդհանրապես աշխարհը շարժվում։ Եվ չենք ճանաչում նաև ինքներս մեզ։ Ընդդիմության շատ ներկայացուցիչների համար կա հստակ կոնսենսուս, գրեթե բոլոր ուժերի դեպքում, որ եկեղեցին դա ազգային արժեք է, պետք է անպայման պահպանել եւ վարվող քաղաքականությունը, որն ուղղված է եկեղեցուն, դրան դեմ են։ Մյուս կոնսենսուսը սահմանադրության փոփոխության հարցն է, 300,000 ադրբեջանցիների չվերադառնալը որևէ կերպ Հայաստանում չհայտնվելը, եւ նաեւ այն, որ պետք է պահպանել ազգային արժեքներ եւ այլն։ Դուք ինչպես եք վերաբերվում սրանց։ Այն ինչի մասին որ դուք խոսացիք, անգամ դրան կարծում եմ անդրադարձ կատարել պետք չի, որովհետեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին բացարձակ արժեք է, գոնե ինձ համար։ Հաշվի առնելով այնտեղ բազմաթիվ խնդիրները, որոնք հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին խնդիրներն են։ Եվ այդտեղ ես երբեք ինձ իրավունք չեմ վերապայել անգամ կարծիք հայտնել։ Բարենորոգման կարիք չունի եկեղեցին։ Բնականաբար ոչ, եթե անգամ ներողություն մեր կողմից, աշխարհիկներից կողմից ոչ։ Եթե անգամ դրա կարիքը կա, ապա դա պետք է իրականացվի բացառապես իրենց ներսում, ոչ աշխարհիկների կողմից։ Այն մարդիկ, ովքեր հավակնում են իդեմս իշխանության իբր բարենորոգման, թեպետ ամբողջությամբ այլ ծրագիր են կած, ապա ոգեղենականացումը կամ դեսակրալիզացիան եկեղեցու մենայն վեհապարի խնդիրը չի այստեղ։ Այն ուժերը մասնավորապես իշխանությունը, որը հավակնում է բարենորոգման, մինչև հայ առաքելական Սուրբ եկեղեցուն հասնելը, ինքը պետք է կարողանա պատասխանել մի քանի կարևոր հարցերի։ Իր լիազորությունների եւ իշխանության տիրույթում արդյոք ինքը կարողացել է բարենորոգում անել եւ հաջողությամբ իրականացրել այդ բարենորոգումը, որ հետո վերապահում է իրեն եկեղեցու մասին խոսել։ Այն տարածքը եւ միջավայրը, որը իշխանության, պատասխանատվության եւ լիազորության ներքո է, ոչ միայն բարենորոգում չի իրականացվել, այլ տեղի է ունեցել բացարձակ այլասեռում բոլոր հարթություններում, անխտիր բոլոր հարթություններում։ Սահմանադրությունից անկախության։ Դրա համար ներողություն, սա դնենք մի կողմ։ Իմ վերաբերմունքը ասացի, այո, ես որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եւ զավակ, իմ տեսանկյունից գիտեմ, որ բազմաթիվ խնդիրներ կան, բայց ես երբեք որպես աշխարհիկ երբեք ինձ թույլ չեմ տա դրա մասին, օրինակ խոսել հանրային կամ չգիտեմ դասարկել դրոշակ եւ այլ։ Եվ ես միշտ ասել եմ, որ բացարձակ անվերապահորեն աջակցում եմ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ դատապարտում ենք յուրաքանչյուր անգամ չնչին ոտնձգություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նույնը վերաբերում է սահմանադրության փոփոխությանը, հռչակագրի հանել։ Բնականաբար դրա մասին է խոսքը։ Սահմանադրությունը պետք է փոխվի, դրա մասին խոսք չկա։ Իսկ պրեամբուլան։ Սա հիմա դրան եմ ասում, պետք է փոխվի, բայց սահմանադրությունը պետք է դառնա ազգային, բայց պրեամբուլային ծննդականը դրան որևիցե մեկ իրավունք չունի կպնելու։ Որևիցե մեկը եւ այն կեղծ օրակարգերը, որը նաեւ տանը որ գիտեք, դա խանգարում է մեր խաղաղությանը։ Խորհուրդ եմ տալիս չգոյության մասին կամ թեկուզ խորհուրդ եմ տալիս օրինակ ծանոթանալ Վելսի, Շոտլանդիայի իրենց անկախության հռչակագրերին, որ դուք կարդաք այդ հռչակագրերը, եւս 2-3 պետություն կավակի չեմ կարողանում մտաբերել, որ կարդաք իրենց հռչակագրերը, դուք աղի կսարսափեք։ Այսպես ընդհանրացված եմ ասում, պայմանական, Վելսի օրինակ հռչակագրում, ասում է յուրաքանչյուր Վելսի պայմանական եմ ասում, միտքը փոխանցելու համար։ Յուրաքանչյուր Վելսի քաղաքացի, ինչքան շատ անգլիացի սպանեց, այնքան ինքը ավելի հերոսական է կամ չգիտեմ, այնքան ավելի լավ Վելսի բնակիչ է, օրինակ եմ ասում։ Մի որ կարդաք կզարմանա, կապշեք։ Դա ինչ որ մեկին խանգարում է, ու այսպես կարող շատ երկրների օրինակներ բերել։ Ես ասում եմ մի քանիսը, որը անձամբ եմ նայել եւ ուսումնասիրել, այստեղ շատ պետություններ կան այդպես։ Գոնե 1 տասնյակից ավել պետություններ կան։ Այսինքն խնդիրը անգամ սա չի։ Պայմաններից մեկն է, եթե զիջենք խաղաղություն կունենանք։ Եթե մենք հրաժարվում ենք մեր ինքնությունից, մշակույթից, պատմությունից, ոտնձգություն ենք իրականացնում հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, ապա մեզ ընդհանրապես եւ եթե դա է գինը, որ մենք պետություն ունենանք, մեզ պետություն ինչներիս է պետք։ Երբ պետության միջից դուրս եք բերում ինքնության, մշակույթի կոմպոնենտը, պատմության, արժանապատվության, ազգային արժանապատվության կոմպոնենտը, պետության իմաստը կորում է ընդհանրապես։ Եվ եթե սա պետք է մենք հանենք եւ մենք գնանք մեր ինքնությանը հակառակ, մեզ Հայաստանի Հանրապետությունը ինչներիս է պետք։ Օրինակ, մեզ համար շատ ավելի գերադասելի չի դառնում, օրինակ, որպես պետություն նախընտրել Ֆրանսիան։ Այնտեղ գոնե ցեղասպանությունը կասկածի տակ չի դրվում, հակառակը քրեորեն պատժելի է ցեղասպանության մերժումը,
Որևիցե մեկը ձեզ չի ասում խաղաղ ապրելու համար դու պիտի հրաժարվես քո պատմությունից, քո ինքնությունից, եւ այսպես շարունակ։ Հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը այս պարագայում մեր ինչներից է պետք։ Ու այնտեղ կա խաղաղություն, կա սոցիալ-տնտեսական հարուրապատիկ ավելի բարձր մակարդակ։ Իմ խոսքը հենց սրան էր վերաբերում, որ մենք չունենք աշխարհայացք, մենք պատկերացում չունենք, այն ինչը եղել է միշտ միջոց, մենք դարձրել ենք նպատակ։ Ինչը նպատակ է, մենք դարձրել ենք միջոց եւ բանավիճում ենք միջոցի վերաբերյալ եւ այլն եւ այլն։ Եվ կամ երբ ասում են խաղաղության համար մեզ անհրաժեշտ է հրաժարվել մեր ինքնությունից կամ օրինակ հանել մեր կարմիր շորերը, սահմանադրությունն է, մշակույթն է, պատմությունն է, հանել մեր կարմիր շորերը, որը գրգռում է այդ ցուլերին։ Ճիշտ է, եթե չեմ սխալվում, բառացիորեն եմ անգամ մեջ բերում։ Հիմա որևիցե մեկը կասի, որն է այն սահմանը, որից պետք է հայ ժողովուրդը հրաժարվելով գա եւ կանգնի այդտեղ եւ դրանից հետո այլևս մեր հագուստը, մեր ինքնությունը այլևս չի գրգռելու օրինակ թուրքերին 29743 կիլոմետր։ Չէ, սա 29000-ի մասին չէ, այստեղ խոսում ենք ինքնության, մշակույթի, ցեղասպանության մնացածի մասին։ Ասում եք մեր ինքնությունը հանենք, որ չգրգռենք։ Հիմա իսկ հնարավոր է որ օրինակ եւս 3-4 ամիս հետո կամ 1 տարի հետո ասի գիտեք ինչ, քանի որ հիմա շատ նորաձև է դարձել ռացիոնալ միտքը։ Իրական դա ռացիոնալ մտքի հետ ընդհանրապես կապ չունի, դա հպատակային մտածողությունն է, որը բերում են սարքում են իբրև թե ռացիոնալ միտք։ Ասելով որ գիտեք, եկեք ռացիոնալ մտածենք։ Մենք հիմնականում շրջապատված ենք մուսուլմանական երկրներով։ Հիմնականում ռացիոնալ ենք նայում։ Ու առանձնապես հայ ժողովրդի մեծամասնությունը հավատավորել չի։ Անկամ եկեղեցի չեն հաճախում, եթե եկեղեցի են հաճախում, անգամ դրանց 90%-ը սուրբ գիրքը չի կարդացել, կամ 99%-ը, եւ դա զուտ կրում է արողակարգային բնույթ։ Իշխանությունը ասի, որ մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես չգրգռենք եւ հավիտյան հաստատենք խաղաղություն, եկեք հրաժարվենք քրիստոնեությունից եւ դառնանք օրինակ իսլամադավան, մասնավորապես ընդունենք շիա, որտեվ եւ Ադրբեջան եւ Իրանը շիաներ են։ Հիմա այստեղ այս նույն ռացիոնալ մտքին, որի հիմքում էլի ընկած է խաղաղությամբ ապրելը, ինչն է սրա տարբերությունը եւ հայ առաքելական եկեղեցուց օրինակ հրաժարվելու տարբերությունը եւ մեր ինքնությունից հրաժարվելը, մեր պատմական անցյալից հրաժարվելը, մեր մշակույթից հրաժարվելը, մեր հավակնություններից հրաժարվելը, մեր արժանապատվությունից հրաժարվելը։ Երբ այսքան բոլորը խոսում են ռացիոնալ քաղաքականությունից, քանիսը գիտեն, որ չոր ռացիոնալ տեսանկյունից, չոր անգամ գիտական հարթությունում ամրագրված է ազգային հպարտություն կատեգորիան։ Եվ կա սանդղակ, հիմա մտեք նայեք։ Կա, օրինակ, Միացյալ Նահանգներում ազգային հպարտության ցուցանիշը, դա ունի բնականաբար իր հատուկ չափման տեխնոլոգիաները։ Եվ տեսեք ազգային հպարտության ցուցանիշը ինչքան բարձր է, այնքան անվտանգ եւ զարգացող է այդ պետությունը։ Ազգային հպարտությունը երբեք չշփոթեք մեր ազգային հպարտության հետ, ճոռոմաբանության հետ դրոշ հայրելու չշփոթեք։ Ազգային հպարտության հիմքում ընկած է խորքային զարգացման տեսլականը եւ իրենց տեղի դերի խորքային ընկալումը։ Դրա հետ չշփոթեք, հա, պաթոսախեղտ ինչ որ արտահայտությունների հետ։ Դրա մասին չի։ Ազգային հպարտությունը ուղիղ համեմատական է պետության զարգացվածության աստիճանին կամ պետության զարգացման ուղին բռնելու հետ, ուղիղ համեմատական է։ Եվ սա կարևոր կատեգորիա է, որի մասին համոզված եմ, ոչ միտեղ չեք լսի, որ խոսեն։ Հակառակ ասում են ազգային, ազգերը մահացել են եւ այլն, չկա, մենք կոսմոպոլիտ ենք եւ այլն, չկա նման բան։ Այդ ամեն ինչին ներողություն, այդ ամեն ինչին այսօր փոխարինման են գալիս ազգային նախագծերը։ Այսօր այլևս չկան միջազգային կազմակերպություններ, միջազգային իրավունք, չկա ոչ մի նման բան։ Այդ ամենը այլևս քանդվել է, փլուզվել է։ Դրան փոխարինման են գալիս ազգային նախագծերը։ Եթե դուք չունեք ազգային նախագիծ, դուք անպայման դառնալու եք սպասարկողը մեկ այլ ազգային նախագիծ ունեցող պետության, որը տեղի է ունենում այսօր Հայաստանի Հանրապետության հետ։ Թուրքիան այսօր հստակ ունի ազգային նախագիծ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ուղղակիորեն սպասարկում է Թուրքիայի ազգային նախագիծ եւ դառնում է Թուրքիայի ազգային նախագծի կարևոր կոմպոնենտներից մեկը։ Եվ սա չեմ ասում ինչ որ գույները խտացնելու, վարկաբեկելու կամ վիրավորելու կամ չգիտեմ, դրա մասին չի խոսքը։ Ես կարող եմ փաստերով
Այսպես բերել, որն է նրանց ազգային նախագիծը, ինչ է տեղի ունենում տարածաշրջանում։ Հայաստանը իր այս դիրքով ոչ թե գնում է խաղաղության, այլ ընդունում է հպատակություն եւ այսպես շարունակ։ Հունիսի 7-ին ընտրության գնացող քաղաքացին ինչ պետք է իմանա։ Այնքան շատ բան պետք է իմանա հունիսի 7-ի ընտրության գնացող քաղաքացին։ Այնքան շատ որ թվարկել, կարծում եմ, հնարավոր չի։ Ինչպես կողմնորոշ։ Ամենաառաջինը իր ընտրության հիմքում ունենա հստակ չափանիշ, ինչ չափանիշի հիման վրա է ինքը կատարում այդ ընտրությունը։ Այսօր մեր քաղաքացիներին բոլորին իշխանության եւ ընդդիմության կողմից պարտադրվում է կեղծ եւ մահացու օրակարգ, որը ես անվանում եմ ազգային թակարդ, ասելով որ դու պետք է ընտրես վատի եւ վատագույնի կամ չարյաց փոքրագույնի սկզբունքով, ոչ։ Եվ հասարակությանը ասում են, գիտեք, ամենամեծ շանսեր ունեցողները սրանք են։ Դու ընտրի ամենամեծ շանսեր ունեցողներից մեկին, այնինչ քաղաքացին պետք է հունիսի 7-ին իմանա, որ շանս ունի այն դերակատարը, ում ինքը անձամբ ընտրելու է, եւ ոչ թե նա, ում լրատվամիջոցները ներկայացնում են։ Պարոն Պետրոսյան, քաղաքացիներից ոմանք ձեր մասին ունեն տարբեր կարծիքներ, ես առանձնացրել եմ նաև սոցիալական հարթակներից որոշ գրառումներ, հատկապես խոսքը վերաբերվում է սրբազան պայքարին, ասում են միացակ պայքարին եւ թողեցիկ պայքարը։ Իրականում ինչ կատարվեց եւ արդյոք թողեցիկ պայքարը։ Շատ կարեւոր է մարդիկ, ովքեր գրում են, նախ տեսնել դրանք հիմնականում իրական օգտատերեր են, թե հիմնականում ֆեյքեր են, դա իր հերթին, բայց հաշվի առնենք, որ դրանք իրական օգտատերեր են։ Քիչ առաջ ես խոսում էի հասարակությանը մանիպուլյացիաներից զերծ պահելու մասին։ Սա հենց այդ կարևոր թեմաներից մեկն է։ Ես նաև ձեզ եմ առաջարկում եւ բոլոր մեզ լսողներին, ուզում եք իրականությունը ճիշտ իմանաք։ Եկեք տեսախցիկները լայվ միացրած ճանապարհից առանց կտրելու, առանց ոչ մի բանի, տեսեք ինչ որ մեկը ձեզ այս առաջարկությունը կանի, թե ոչ։ Տեսախցիկները լայվ միացրած միասին գնանք ոսկեպար գյուղ, յուրաքանչյուր ձեր ցանկությամբ յուրաքանչյուր մեր գյուղացու հարցնենք, թող ինքը պատմի ինչպես է սկսվել շարժումը եւ ով է ում միացել։ Շարժումը սկսել եմ բացառապես ես, իմ ընկերների հետ միասին։ Որից հետո նոր 2-3 շաբաթ հետո մեզ միացել են եւ մենք որոշել ենք միասին գնալ ինչ որ պայմանավորությունների սկզբունքում, որտեղ չպետք է լիներ պառլամենտական ընդդիմություն եւ այլն։ Ես պայքարը երբեք չեմ լքել։ Ես բացառապես մնացել եմ իմ սկզբունքների շրջանակներում եւ կատել եմ այն խոստումը, որը տվել եմ եւ դրա ականատեսն են եղել եւ գյուղացիները եւ մնացածը։ Տեսեք, այնքան աղավաղված այս ճշմարտությունը, որ անգամ բոլորը այսօր կամ բոլորը չասեմ, մեծամասնությունը գիտեն Պետրոսյան Սուրենը, ինչպես իրենք են ասում, միացել է պայքարին։ Պետրոսյան Սուրենը իր ընկերների հետ միասին ծնել է այդ պայքարը գյուղում տուն առ տուն։ Եվ այդ մարդիկ գյուղ կարողացել են մտնել քաղաքական պայքար սկսելու նպատակով, բացառապես այն պատճառով, որ ես գյուղացիներին խնդրել եմ եւ երաշխավորել եմ, որ եթե ես այնտեղ կամ պառլամենտական ընդդիմությունից մարդիկ ներկա չեն լինելու այդտեղ։ Իմ երաշխիքով են մտել գյուղ քաղաքական պայքարի նկատառումով։ Բայց կարծես սկզբից կային։ Ոչ չեն եղել։ Ոչ։ Մի այդքան կադր կա, մի կադր եթե ցույց տեղ ձեզ կասեմ ներողություն։ Գառնիկ Դանիելյան, Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր։ Տեսեք, ուրեմն իր օրինակը ամբողջությամբ այլ եղավ, եթե ուշադրություն դարձեք ապրիլի 13-ին կտեսնենք, որ այնտեղ ելույթ ունենալուց չկա ես եմ, Բագրատ Սրբազանը, գյուղապետը եւ մշակութային գործիչներ։ Ոսկեպարի հավաքն եմ ասում, որը իմ խնդրանքով գյուղացիները իմ խնդրանքով են թույլ տվել, որ տեղի ունենա, որտեղ ես երաշխավորել եմ, որ այդ մարդիկ չեն լինի։ Իսկ ձեր նշած անձի մասին ասում էին, որ ինքը այնտեղ որպես կուսակցության ներկայացուցիչ չի, այլ Տավուշեցի է, այդ գյուղի փեսա, եթե չեմ սխալում, եւ այլ գյուղացի որպես այդպես, որտեղ որևիցե անգամ կուսակցության անուն երբեք չի շրջանառվել, որպես գյուղացի տղա, այսպես ասեմ, հա։ Դա եղել։ Ուրիշ որևիցե բան չի։ Բայց քայլարշավը սկսեց արդեն բավականին պատգամավորներ քայլում են։ Ահա, տեսեք, այդտեղից է խնդիրները սկսվեցին, որտեղ այնտեղ, որտեղ որ իմ հենարանը ժողովուրդն էր, ես ունեի լծակներ, երբեք այդտեղ չեք տեսնա, ես քանի այնտեղ եմ եղել, նման մարդիկ այնտեղ հայտնվեն։ Երբ ապրիլի 23-ին ինձ ձերբակալեցին 72 ժամով, օրերով եմ ասում, որ դուք մտնեք նայեք։
Իրանցում կար հարյուրավոր մարդիկ, երևի մոտ 1000-ի մոտ մարդ։ Մոտ այդքան մարդ։ Հենց ինձ ձերբակալեցին 3 օր հետո ես վերադարձա Իրանց 72 ժամից հետո։ Տեսակ Իրանցում մնացել են մոտավորապես 10 հոգի մարդ, որից 5-6 հոգին պարլամենտական ընդդիմության падգամավորներ էին։ Գյուղացիները տեսել էին падգամավորներին, բոլորը լքել էին, ասելով որ սա Իրանցի եվրոպական հատվածն է, հա, այսպես, հա, կատակով այդպես անունը դնելով, որ չվիրավորեն եւ գնացել են, որտեւ այդ մարդիկ այնտեղ էին։ Այդ մարդկանց նորից մենք ենք հավաքել զրոյից եւ այլը նորից, թեպետ ոչ բոլորին։ Տեսեք, որ ժամանակ ես կամ ինչ տեսք է ունեցել այնտեղ, որ ժամանակ ես չկամ, ինչ տեսք է ունեցել։ Սա փաստ է, դրա համար եմ ասում։ Անկախ լրատվականները ինչ կասեն, մեր գյուղի բնակիչները այսօր այնտեղ ապրում են։ Լայվ միացրեք տեսախցիկը, մտնենք հարցնենք իմ յուրաքանչյուր բառ հավաքեն գյուղացիներին բոլորի մոտ հարցնենք։ Յուրաքանչյուր բառ, ով է սկսել պայքարը, ինչպես են թույլ տվել, որ մարդիկ մտնեն գյուղ, ում երաշխավորությամբ եւ այսպես շարունակ։ Երբեք ոչ մի վարքյան, որն է բնականաբար ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից չպետք է ներվեր։ Ես չեմ շեղվել իմ սկզբունքներից։ Ասել եմ, որ ընդդիմության հետ, ընդդիմությունը եւ իշխանությունը որակականորեն հարթություն ունեն։ Ասել եմ, որ ես երբեք չեմ կարող իրենց հետ առնչություն ունենալ, ասել եմ, ու դա մինչև վերջ պավել է։ Իսկ երբ որ մենք սկսեցինք արդեն քայլել այն հենարանը, ով իմ ժողովուրդն էր։ Չեք կարող ունենալ այդ դեպքում, եթե ձեզնից կախված լինի իշխանության փոփոխություն ընդդիմադիրներին միանալու պատրաստ եք։ Բնականաբար ոչ, ինչ տարբերություն։ Որն է տարբերությունը իսկ ասեք։ Դա չեք միանա, բնականաբար ոչ, ֆավորիտ ոչ, բացառապես ֆավորիտ, ոչ, նրանք իմ համար ընդդիմադիր չեն։ Ինչի մասն է խոսքը։ Եթե ես համարեի նրանց ընդդիմադիր, մենք հաստատ իմացենք համագործակցության կգնայինք։ Եվ մենք չենք գնա այսպես, հա, օրինակ մտնենք պարլամենտ եւ վերջում գնանք ինչպես սակարկությունների կամ առևտրի։ Եթե մենք համարենք ընդդիմադիր, մենք եզր կգտնենք եւ միասին միասնական ճակատով կգնանք։ Ես չեմ համարում իրենց ընդդիմադիր։ Եվ երբեք մեր վրա չի կարելի պրոյեկտել, բայց մեզ չի կարելի այդ օրակարգը պարտադրել, թե ով է ընդդիմադիր։ Այսօր ընդդիմադիրների կողմից սահմանվել է չափորոշիչ, թե ով է ընդդիմադիր։ Եթե դու մեր հետ ես, ուրեմն դու իրական ընդդիմադիր ես։ Եթե մեր հետ չես, ուրեմն դու ընդդիմադիր չես։ Ես ասում եմ ձեր օրակարգերը, դուք երբեք ու երբեք չեք կարող պարտադրել ինձ եւ մեզ։ Մենք ունենք մեր սեփական օրակարգը եւ հակառակը։ Եթե իրական ընդդիմադիր ես, դու չես կարող լինել նաեւ այս տիտղոսակին ընդդիմության հետ նույն հարթության մեջ։ Չես կարող, տեսականորեն հնարավոր չի։ Դե ընդդիմադիրը հաղորդման սկզբում ես ասացի, ամբողջությամբ այլ չափանիշներ է ենթադրում։ Իդեպ այն մարդիկ, ովքեր այսօր հավակնում են պետության փոփոխությանը, որակի փոփոխությանը, արդիականացմանը կամ հզորացմանը եւ այլն, ինչպես իրենք են ասում, չէ՞, բոլոր ձեր ասած հիմնական ուժերը, թեպետ ես համաձայն չոր հիմնական իրենք են, բայց այնուամենայնիվ բոլոր այդ ուժերը 30-ից ավել տարիների ընթացքում կամ եղել են իշխանության, կամ ունեցել են իշխանական լծակներ եւ բոլոր հնարավորություններ իրականացնելու այն, ինչի մասին այսօր խոսում են եւ ինչը փորձում են համոզել հասարակությանը։ Ձեր բոլոր ասած ուժերը քանի տոկոսն է դրանցից իրականացվել, քանիսը չի արվել։ Ես ասեմ ավելին, բոլոր այդ ուժերը առանցքային մասնակցություն են ունեցել պետության կազմաքանդման եւ ազգային ռեսուրսի մսխմանը։ Բարի շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն է ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ Մենք զրուցում ենք նախընտրական ծրագրից, ներքաղաքական խնդիրներից եւ այն հարցերից, որոնք հետաքրքիր են մեր հասարակությանը։ Մնացեք Վեստիայի հետ։